ужас, հրոսակախնդրեմ։ Լավ, բան ով Հարմարությունը ինչպես առաջացել։ Ես տեսեք, տեղամասերի հասցեները, այսինքն որտեղ որ տեղամասեր պիտի կազմավորվեն, նշանակում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Եվ այս ընտրությունները մի քանի դեպք ունեցել են, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ համապատասխան դպրոցը, մանկապարտեզը գտնվել են վերանորոգման փուլում, այսինքն հնարավոր չի։ Ես չգիտեմ, ես խնդրանք ես, որովհետև ես չգիտեմ, որ դեպքի մասին եք ասում, կարող եք գրավոր ներկայացրեք, մենք ուսումնասիրենք, հասկանանք, թե ով այդ տեղամասը տեղափոխել, որովհետև տեղամասերի հասցեներ, այսինքն որտեղ պիտի լինի տեղամասային ընտրական հանձնաժողովը, շենքը նկատի ունեմ, հասցեն, սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս դեպքում ենթադրում եմ Երևանում, չէ՞։ Դե որ դուք տեսեք, երբ որ դուք մեզ գրավոր ներկայացնեք, դուք որտեղ էր ձեր տեղամասը եւ այլ, մենք մի հատ քաղաքապետարանից կհասկանանք, թե ինչա ձեր նախկին տեղամասը, ասենք եղել, չգիտեմ, մի հասցեում, հետո հայտնվել այլ հասցեում։ Պարոն Հովակիմյան, նախնական գնահատման, որովհետև երեկոյան հաշվարկը սկսվել է, դուք ինչ եք կարծում, հնարավոր է, որ իսկապես ձայները այնպես հաշվարկը իրականացվի եւ փոխվեն, որ իսկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնի խորհրդարան։ Հարգելիներս, ես նման նախնական գնահատական չեմ կարող տալ, չեմ տա, որովհետև կներեք մեր մինչև ընդհանուր process-ը չավարտվի, ընդհանուր գնահատական չավարտվի, ես եւ իմ գնահատականը լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեսքով։ Իրենք միտում են տեսնում, ասում են, երբ որ ԿՊ-ն տեսել է, որ իրենք 3/5 չեն կարող կազմել, այդ ժամանակ արդեն իրենց ձայները նվազել։ Հարգելի լրագրողներ ջան, որտեղ է նվազել։ Ես կրկնում եմ։ Չէ։ Հարգելի լրագրողներ, հրապարակված, տեսեք, նախնական արդյունքները հրապարակվել է 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովի քաղվածները, արձանագրությունների քաղվածները։ Արձանագրությունները բոլոր են քաղաքական ուժերը, որոնք օրինակ ուժեղ Հայաստանը մեզանից խնդրել է, որպեսզի հնարավորություն տան արձանագրությունների պատճենները ձեռք բերեն, որտեղ ինքը մի քիչ մեծ է, մենք այդ հնարավորություն տվել ենք։ Այսինքն ամեն ինչ թափանցիկ գնում է, տեսագրությունները ամբողջ գործընթացը տեսագրված է։ Ներկայիս վերահաշվարկային իրականացում կրկին ուղիղ եթերում է իրականացվում։ Այսինքն այստեղ ունենք դեպք, որ Ջորջ ջան, հարգելի լրագրողներ, կրկնում եմ, ձայները 4 դեպքում, իրենց դեպքում 4 տեղամասում սխալամուտք արվել չի պակասել, այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ-որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմել է քվեարկության նախնական արդյունքները, չէ։ Պարոն Հովակյան, կա որոշակի թիվ, մի վայրկյան, կա թիվ, ինչքան է պակասում։ Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, կա արձանագրություններ, այդ արձանագրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովն են մեծ հաշվով, իր ասենց ասած տրամադրության փաստաթղթերն են։ Այդ փաստաթղթերում գրված այդ 77-ը։ Հասկանում եք, այսինքն խնդիրը այն է, որ իրենք որտեղից են իմացել, որ իրենց ձայնը, ասենք 77 էր, այլ մեկ չէր։ Մեր արձանագրություններից, մեր քաղվածքից, եթե մեր արձանագրությունները չարտացոլ էին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա, բայց այդ քաղվածքը, որ տրվել է վստահված անձանց, տրվել է այդ արձանագրությունների իման վրա։ Այլ կերպ ասած, եթե եղել է 5 տեղ սխալ մուտքագրում, այդ շտկվելու է, այս փուլը, կներեք, դրա համար չենք ասում ենք նախնական արդյունք, չենք ասում, չէ, վերջնական արդյունքն է։ Հարգելից, երբ որ կա արձանագրությունը, ոնց է տեղի ունեն։ Կարեք ինձ ասեք, երբ որ կա արձանագրություն, որտեղ որ գրած է, որ այս քաղաքական ուժը այդ տեղամասում ստացել է այսքան ձայն։ Հիմա ասենք իրենք չհայտնաբերին մեկ ուղղել են։ Հասկանում եք։ Իրենք Փաշինյանի ճնշումներ են գործադրել ձեր վրա, որպեսզի իրենց ձայները լավ էլի, Ժորժ ջան, ես կոչ եմ անում քաղաքական
գործիչները, քաղաքական կուսակցությունները, իրենց քաղաքական բանավեճը, իրենց քաղաքական գործան ոնց ծավալում են, հարգելիս լավ էլի, ասենք ինչ ճնշում։ Որպեսզի ընդդիմության ձայները Հարգելիս, ուրեմն տեսեք, արձանագրությունները 2005 հատ արձանագրություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, այդ արձանագրությունները կարող հնարավորություն տակ ուզում եք, չգիտեմ, նկարեք, ով որ ցանկանա կարող է անգիր անել, բայց կա 2005 հատ արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրեց են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որը այս է մեր թվերը։ Եթե ուզում եք, խնդրեմ ծանոթացեք ի ներկայումս էլ ընթանում է վերահաշվարկը։ Ընթանում է վերահաշվարկը եւ էլի ճշգրտված թվերը հրապարակվելու են։ Պարոն Հովակիմյան, ուզում եմ իմանալ, կան ընտրատեղամասեր, որտեղ կամ որոնց հետ կապված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ եք ստացել, եթե այդպիսի դիմումներ քանիսն են, բայց ավարտը միանգամից նոր, եւ քննարկվել է արդյոք ինչ հնարավոր սցենար կա։ Ես կարող եմ ասել, որ այս պահին մեկ նման դիմում ունենք։ Որ ընտրատեղամասերի հետ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված նման դիմում են ներկայացրել։ Այո, այդ տեղամասն է, հարգելի գործընկերներ, որտեղ որ քվեարկությունով ժամը 6-ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը 8 համարը 8 համարի քվեարկը մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել ու ժամը 6-ին է դա պարզվել, երբ որ ընտրողն է պահանջել, ասենք ընտրողը պահանջել է, որ ասել է եւ այդ ժամանակ այդ մի դիմումն է, պարոն Հովակյան։ Այս պահին այո։ Իսկ քննարկել եք կամ այսինքն որոշումը երբ կլինի։ Տեսեք, բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու արդեն հունիսի 14-ի որոշման մեջ։ Պարոն Հովակիմյան, դուք լրագրողներին էիք հորդորում ընտրական օրենսգրքին ծանոթ լինել, իսկ հանձնաժողովի նախագահները ծանոթ են ընտրական օրենսգրքին, օրինակ 8-ի կոտորապ 20 ընտրատեղամասում Լյուդվիգ անունով հանձնաժողովի մի նախագահ մեզ թույլ չէր տալիս պարզապես դուրս գալ ընտրատեղամասից, պնդելով, որ պետք է մինչև վերջին քվեաթերթիկի հաշվարկը արձանագրության կազմում մնանք ներսում եւ վստահաբար հետո պարզվեց, որ նա ոչ տեղյակ է, որ ուտից հետո լրագրողները Պարոն Կիրակոսյան, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ 16000 հանձնաժողովականներից մեկ հոգի լավ 10 Ժորժ ջան, ես ձեզ ասում եմ այդ խնդիրը, որ ժամը 8-ից հետո հանձնաժողովում գտնվելու իրանք ունեցողները պարզապես պարոն Հովակիմյան այդ փոփոխությունը։ Տեսեք, 10 չի շատ է։ Ամեն ընտրությունից առաջ մենք այդ հատկապես այդ խնդրի վրա մեծ ուշադրություն գրամ, բայց կներեք գտնվում են հանձնաժողովների նախագահներ, չգիտեմ, քարտուղարներ։ Տեսեք, իրեն քննությունը, այսինքն թեստը, բարեհաջող հանձնում են, գալիս են, դասընթացներ են անում, բացատրում են, բայց որ ասենք իսպար չլինի, մեկ էլ տեսար, ազանգստանում ենք, որ, չգիտեմ, վստահված անձն է ուզում փոխվի, օրինակ, դա էլ կարա լինի, այսինքն վստահ չեն թողում, տեխնացուն է ուզում, ասենք 8-ից հետո մտնի ներս, չեն թողում, հա, լինում է, ես ասում եմ, այս դեպքում 16000 մարդ ընդգրկված հանձնաժողովներում երևի մոտավորապես մի 10 նման ահազանգ է եղել։ Մեր համար սա, ես ասեմ, ձեր համար, քան որ ձեզ է վերաբերում, ձեզ համար էդի աշխարհացունց իրադարձությունը ես հասկանում եմ, բայց մեր պարագայում, երբ որ օրենք, տեսեք, պարոն Կիրակոսյան, ես հորդորում եմ ձեզ, որ օրինակ հաջորդ ընտրություններին դուք գաք ինքներդ հանձնաժողովի նախագահ աշխատեք։ Ես չեմ կարող, ես լրագրողում եւ գնայք վստահված անձը իրավունք ունի ինչ որ հարցեր բարձրացնի, կարգադրություններ, այդ ընտրատեղամասում ուժեղ Հայաստանի վստահված անձը իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում եւ ինչ վստահված անձը իրավունք չունի ոչ հանձնարարություններ տալու, ոչ կարգադրություններ տալու, վստահված անձը իրավունք չունի միջամտելու, խոչընդոտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքին։ Եթե վստահված անձը որևէ ինչ-որ բան է նկատում, ինքը պետք է նախագահին կամ քարտուղարին իր դիտարկումը ներկայացնի, բայց ձեր նկարագրած երևույթը ինչ որ պարագաներում լինում է։
Եվ մենք ամեն անգամ բոլոր ընտրություններից հետո այդ հավաքագրում այդ խնդիրը ու նորից հաջորդ ուսուցման ժամանակ էլի կրկին անգամ այդ հանգամանքի վրա ուշադրություն է գրում, բայց կրկնում եմ Օրվա համար հանձնաժողովի նախագահը ինչ կաներ ստանում։ ըստ էության 1 օր չի, նախագահի պարագայում ստացվում է աշխատանքային փուլը մոտավորապես 3 օր, եթե չեմ սխալվում մոտ 150,000 դրամ է, բայց մոտ 150,000 կարող է մի փոքր քիչ։ Շնորհակալություն։ Ես վերադառնամ իմ գործին։